գործ ունենք կտանքների դաժան վերաբերմունքի հետ, միևնույն ժամանակ չկա որևէ միջազգային կառույց, որը մուտք գործի, արձանագրի և նաև մարդասիրական աջակցություն ցուցաբերի Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումներ կազմակերպելու միջոցով։ 45 օր լռությունից հետո Բաքվի բանտում պահվող լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էյուլջեքյանը կարողացել է կապ հաստատել իր ընտանիքի հետ և տեղեկացնել, որ առողջական վիճակը կտրուկ վատացել է, որ ինքը այլևս չի կարողանում քայլել, ունի սրտի և ոտքերի հետ կապված լուրջ խնդիրներ, սակայն բանտապահները հրաժարվում են տրամադրել բժշկի նշանակած դեղորայքը։ Էյուլջեքյանը նաև նշել է, որ սնունդը սահմանափակվում է միայն հացով և թեյով, իսկ որևէ մեկի հետ խոսելու կամ օգնություն խնդրելու հնարավորություն չունի։ Կնոջ խոսքով Վիգենի քայլելու կարողության կորստի պատճառները կարող են կապված լինել ձերբակալման պահին ադրբեջանցիների կողմից իրականացված դաժան ծեծի հետ։ Վիգեն Էյուլջեքյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին գերեվարվել է Շուշի տանող ճանապարհին և Բաքվում մեղադրվել ահաբեկչության ու վարձկանության մեջ, դատապարտվելով 20 տարվա ազատազրկման։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով սա մարդասիրական ճգնաժամ է։ Սա իսկապես մարդասիրական ճգնաժամ է, որը միտումնավոր առաջացրել են Ադրբեջանի իշխանությունները։ Ինչ կարելի է անել, այս անձինք գտնվում են նաև Մարդահրավերների Եվրոպական դատարանի հրատապ պաշտպանության միջոցների ներքո, և սա հասկանալի է, որ այս ռեժիմի խախտում է։ Վիգեն Էյուլջյանի գործը ներկայացված է միջպետական գանգատի շրջանակներում և Վիգենի շահերի պաշտպանությունը հանձնարարել է Հայաստանի Հանրապետությունը, ուստի իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակը այս իրավիճակում պատասխանատու է, որ համապատասխան տեղեկություններ տրամադրի դատարանին և արձանագրի նաև դատարանի կողմից սահմանված միջոցների խախտում պատասխանող կառավարության կողմից, և այս հարցը պետք է ներկայացվի մարդու իրավունքների հարցերով զբաղվող այլ կառույցների ուշադրությանը, այն ակնկալիքով, որ կոշտ հայտարարությունների միջոցով կդատապարտեն այս վարքագիծը, կոչ կանեն Ադրբեջանի իշխանություններին քաղաքական ճնշում կբանեցնեն, որպեսզի վիճակը դադարեցվի և ինչու ոչ այն դերակատարները, որոնք պատասխանատվություն ունեն գերիների ազատ արձակման հարցում, ավելի մեծ հետևողականություն կցուցաբերեն։ Կարծում եմ հասկանալի է, որ Ադրբեջանում գտնվելու պայմաններում մենք խոշտանգումների կանխման որևէ իրական գործնական մեխանիզմ չունենք, ուստի միակ իրական հնարավորությունը դադարեցնելու շարունակական խոշտանգումը, քանի դեռ նաև կյանքի իրավունքի խախտումներ չենք ունեցել, դա նրանց անհապաղ ազատ արձակման խնդրի լուծումն է։ Սիրանուշ Սահակյանի խոսքով Էյուլջեքյանի առողջական ծանր վիճակն ու բժշկական օգնության բացակայությունը վկայում են շարունակական դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մասին։ Նա ընդգծում է, որ միջազգային կառույցներն արդեն երկար ժամանակ չեն կարողանում մուտք գործել Ադրբեջանի բանտեր, ինչը ստեղծել է կանխամտածված մարդասիրական ճգնաժամ։ Իրավապաշտպանի խոսքով իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ ոչ մի միջազգային կառույց այսօր մուտք չունի Ադրբեջանի բանտեր, որտեղ պահվում են հայ գերիները։ Թեև Վիգեն Էյուլջյանը իրականում որևէ հանցավոր արարք չի իրականացրել, նրա լիբանանյան ծագումը չարաշահվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից և վարձկանության մեղադրանքներին հակազդելու նպատակով հայելային կերպով համանման մեղադրանքներ են ստեղծել Վիգենի համար։ Եվ ձևական առումով, թե նրան դատապարտում են միջազգային իրավունքով արգելված գործողություններ կատարելու համար, դրա փաստական իրավական հիմքերը բացակայում են, և մենք շինծու գործընթաց ենք տեսնում, որով շարունակաբար նրան պահում են անազատության մեջ։ Սիրանուշ Սահակյանը նշում է նաև, որ Վիգեն Էյուլջեքյանի դատավարությունը եղել է շինծու, իսկ առաջադրված մեղադրանքները քաղաքական հաշվարկների արդյունք։ Ազատությունից զրկելը կամայական է,
եւ իրականում մեր գնահատմամբ նաեւ պատերազմական հանցագործություն է, բայց Ադրբեջանը արհեստական հիմքեր է ստեղծում, որպեսզի հայ պատանների վերադարձի դիմաց կարողանա կորզել ավելի մեծ զիջումներ եւ արդյունքում քաղաքական հստակարկությունների տիրույթ է ներխուժել ամբողջովին անտեսելով միջազգային իրավունքի եւ մարդասիրական իրավունքի նորմերը։ Միջազգային իրավունքը թույլատրում է առանձին միջազգային հանցագործությունների համար քաղաքացիական անձանց կամ ռազմագերիներին դատապարտել է եւ պատժի կրման նպատակով նրանց ազատ չարձակել է, ուղղակի այս պարագայում մենք ունենք իրավունքի չարաշահում։ Դեպքերը բացակայում են, այսինքն իրական միջազգային հանցագործություններ չկան, վարձկանություն չկա, այս անձանց կողմից այլ բնույթի հանցագործություններ չեն կատարվել, բայց դրա տեսական հնարավորությունը օգտագործվում է կեղծ ապացույցների հիման վրա եւ դրանով Ադրբեջանը շարունակաբար զրկում է ազատությունից։ Իրավապաշտպանի գնահատմամբ Էլջեքյանի կյանքի եւ առողջության պաշտպանությունն այս փուլում պահանջում է միջազգային ճնշման ուժեղացում եւ հացի անհապաղ բարձրացում մարդու իրավունքներով զբաղվող բոլոր համապատասխան կառույցներում։